Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր մենք դարձյալ եթերում ենք մեծ հայք հեռուստատեսությունը շարունակում է իր հաղորդումները։ YouTube-յան հեռուստատեսությունը սա այս օրերին, այսպես ասենք, այս վերջին ժամանակներս այս հնարավորություն ունենք, բայց կարծում եմ օգուտ ենք տալիս մեր ժողովրդին, որովհետև նրան տալիս ենք այն քաղաքական եւ պատմական գիտելիքները, որոնք կարիքը իրականում ունի եւ ուրիշները չեն տալիս կամ չեն կարողանում տալ կամ չեն ուզում տալ, չգիտեմ։ Այսօր մենք խոսենք մի հետաքրքիր թեմայի մասին։ Ամերիկան Տրամփի վարչակազմի օրոք, իսկ ավելի ճիշտ, եթե ասենք, մեր թեման երևի այս ժամանակների ամենագլխավոր թեման է։ Անվերնագրել ենք այսպես, շատ հետաքրքիր է, բայց իրականությունը դա է, պիտի ասենք այնպես ինչպես կա։ Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխարհի քարտեզից ջնջում է Ռուսաստանին։ Հիմա տեսեք, ցավոք սրտի շատ քաղաքագետներ, պատմաբաններ, միջազգային իրավունքի մասնագետներ եւ այլ, այսպես ասած, փորձագետներ, էքսպերտներ չեն տեսնում այսբերգի գագաթից այն կողմ մնացած ամբողջ հսկայական սառցալեռը։ Ծովում սառցալեռն է, դրա միայն գագաթն է դրսում, թեկուզ հսկայական սար է, բայց բազմակի ավելի հսկայական, գուցե միլիոնավոր տոննանոց մի սար ջրի տակ է, եւ նրանք չեն տեսնում դա, միայն վերևն են տեսնում։ Ցավոք քաղաքականությունը այսպիսի բաները չի հանդուրժում, նման էքսպերտները իհարկե միշտ սխալ տեղեկատվություն են տալիս իրենց լսարանին եւ այն քաղաքական պաշտոնյաներին, ինչու՞ չէ նաեւ ռազմական, որոնց պարտավոր են ճշմարիտ վերլուծություն տալ, բայց իրականում իրենք սխալ մոտեցումների պատճառով եւ իրենք են սխալվում եւ փաստորեն ամբողջ ազգեր, պետություններ շեղում են ճշմարիտ ուղուց եւ արդյունքները կարող են շատ ցավալի լինել եւ լինում են։ Հիմա Տրամփի հետ կապված հետեւյալ տեղեկատվությունը։ Պետք է ձեզ ասեմ, որ երբ որ Տրամփը իր երկրորդ կադենցիան ընտրվեց, վերադարձավ Սպիտակ տուն, արդեն 1 տարի է, ինչպես տեսնում եք, անցյալ տարի հունվարի 6-ին նա երթմնակալության արարողությունը տվեց եւ արդեն 1 տարի է իշխանության գլուխ է ինքը եւ իր թիմը, երբ նա գալիս էր իշխանության Մոսկվայում շամպայն էին պայթեցնում, բաժակները լցնում էին փրփրում հեղուկով եւ ուրախանում էին, որ Դոնալդ Թրամփը վերադարձավ Սպիտակ տուն։ Ռուսական քարոզչանին եւ կրեմլյան կաբինետների բնակիչները, այսպես ասենք, որ բավական երկար էր այդ կաբինետներում նստել, արդեն հատկապես գլխավոր կաբինետի նստողը արդեն տասնամյակներ իշխում է Կրեմլում։ Նրանք անկեղծորեն հավատում էին, որ Վաշինգտոնում իշխանության է եկել իրենց բարեկամը, իրենց ընկերը, չէ՞ որ Տրամփը իզոլյացիոնիստ է, այո, մեկուսացման քաղաքականության կողմնակից Միացյալ Նահանգների։ Դուք գիտեք, մեկուսացման այդ դոկտրինան Մոնրոյի դոկտրինան է 19-րդ դարի։ Տրամփը դրա կողմնակիցն է, բայց իրականում անվանապես է դրա կողմնակիցը։ Այն ինչ որ անում է ինքը, սա մեկուսացում չէ իրականում, սա ուրիշ բան է լրի, որը չեն հասկանում ռուսական քաղաքական վերնախավում կամ չգիտեմ, չեն կարողանում հասկանալ։ Նրանք մտածում են, որ Տրամփը բիզնեսմեն է, այո, բիզնեսմեն է, եւ հույս ունեին, որ շատ արագ կերպով Դոնալդ Տրամփը Ուկրաինայի հարցերը կլուծի, անպաշտպան կթողնի եւ Ռուսաստանին կճանաչի որպես մեծ տերության կարգավիճակ ունեցող երկիր։ Հասկանում եք, Տրամփը ասում էր, այո, որ եկավ անմիջապես, հələ դեռ չեկած էր ասում, ես անմիջապես հենց ընտրվեմ, կդադարեցնեմ պատերազմը Ռուս-ուկրաինական, չդադարեցրեց։
հո ասելով չի, բայց ասելով եկավ, նաև այդ ասելով եկավ իշխանության։ Ասում էր, որ հեսա այս ամսվա ընթացքում կանեմ մի հատ երթմնակալության հասարակություն անեմ, էլի չստացվեց կամ չկարողացավ կամ չուզեցավ, կամ չպիտի աներ, դա ծխացած կույտ էր այսպես ասած։ Ես էս շարունակ արդեն մի տարի անցել, պատերազմը չի դադարեցրել, չնայած աշխարհի բոլոր վայրերում դադարեցրել է իր ասելով ու այո, կարող է դադարեցնել, բայց խնդիրը ինչն է։ Միացյալ Նահանգների օգնություն Ուկրաինան շարունակում է արյունաքամ անել Ռուսաստանին եւ ինչպես տեսնում ենք այդ Տրամփյան խոստումները իրականություն չդարձան։ Հասկանում եք, աշխարհ քաղաքականությունը միամտություն չի հանդուրժում։ Մեծ աշխարհաքաղաքական տախտակը, որի մասին գրել է, գիտեք, Զբիգնև Բժեզինսկին, լեհական ծագումով ամերիկյան ամենամեծ աշխարհաքաղաքական ռազմավարներից մեկը, մեծ աշխարհաքաղաքականությունը պատրանքներ չի հանդուրժում, իլյուզիաներ չի հանդուրժում։ Եվ հիմա 2026 թվականի հունվարն է ու ցույց է տալիս սա, որ Կրեմլի հույսը, թե Տրամփը կարող է օգնել իրենց օգնել, իդերև ելավ, այդ բոլոր հույսերը իդերև ելան, իրենք քնքշերորեն ռուս ժողովուրդ անունը Տրամփուշկա, եւ պատկերացնեք մի հսկայական երկիր հույսը դրել էր մի մարդու վրա ամերիկյան վերնախավում, որը պիտի փրկեր։ Ուրեմն այդ երկիրը թող գնա կործանվի, եթե պիտի իր հակառակորդ երկրի մի անձի հույսին լինի իր գոյությունը եւ գոյության շարունակումը։ Պատկերացնում եք, այդ էլ չեն հասկանում ռուսները եւ իրենց վերնախավը հատկապես։ Եվ այս հույսերը Տրամփի նկատմամբ ռուսական վերնախավի ոչ միայն սխալական դուրս եկան, այլև ճակատագրական։ Իրենք պատկերացնում են, որ այսպես ջերմ մի տաք գեոքաղաքական ճահիճ կստեղծի եւ դրա մեջ Պուտինը պատրաստում էր սառեցնել պատերազմ Ուկրաինայի հետ իր պայմաններով, հասկանում եք, չէ, որ ինքը պահեր է թողերը կամ չգիտեմ ավելին դեռ վերցներ, ինչ որ մեծ հույսեր ուներ ուկրաինական այդ տարածքները զավթելու հետ կապված, իսկ դրա փոխարեն Ռուսաստանը բախվեց ամենադաժան եւ պրագմատիկ ճնշմանը, որ երբևէ Միացյալ Նահանգները գործադրել է Խորհրդային Միության կործանումից, փլուզումից հետո։ Այսինքն այն Տրամփի վարչակազմը, որի վրա հույս են դրել, թե պիտի փրկի փաստորեն այսօրվա Պուտինյան Ռուսաստանին, հակառակը արեց բաներ, որ Ռուսաստանը չէր տեսել 1991 թվականին ռուսական իմպերիայի, դա այն ժամանակ կոչվում էր խորհրդային կայսրություն կամ խորհրդային միություն, այդ անունով էր, բայց կայսրություն էր եւ իրոք ռուսական կայսրություն էր։ Այդ ժամանակներից վեր նման դաժան ճնշում Միացյալ Նահանգների կողմից իրենք չէին տեսել, ինչ որ անում է Տրամփի վարչակազմը հիմա։ Հիմա որպեսզի հասկանանք իսկական մեխանիզմները այն բանի, որ հենց հիմա կատարում է Վաշինգտոնը եւ հասկանանք, թե ի վերջո պատերազմի ավարտը ինչպիսին է լինելու Ուկրաինայում, ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը, մենք ուրեմն փորձենք այսպես մոտենալ այս հարցերին, հասկանալով տրամպիզմի էությունը եւ մի կողմ դնելով սենտիմենտալիզմը, եկեք նայենք աշխարհին, փորձենք նայենք, քանի որ մենք ամերիկյան վերնախավը չենք ներկայացնում այս պահին, բայց փորձենք նայենք ամերիկյան ազգային շահերի այսպես նշանացույցի միջով, ռուսեն պրիցել են ասում, չէ՞ դրան, այդ նշանացույցի միջով նայենք եւ տեսեք, մենք կարող ենք ախտորոշում տալ Ռուսաստանին այսօր, մի ախտորոշում, որը պետք է ասեմ ձեզ, որ փաստորեն դատավճռի տեսք ունի իրականում։ Պուտինի գլխավոր սխալը կայանում էր նրանում, որ նա Տրամփի այսպես ասած անխատեսելի բնավորությունը
ինքը համարեց թուլություն։ Իհարկե խոշորաշով դա կարող է թուլություն դիտվել, բայց քաղաքականության մեջ դա կարող է խաղի մաս դիտվել, որտեղ Թրամփը ինքը իր գլխով Թրամփ չի։ Թրամփը ունի թիմ, Թրամփը ունի նաև ամերիկյան քաղաքական վերնախավ, որ իրեն շրջապատում է, իրեն պահանջներ է ներկայացնում եւ իրեն նաև աջակցում է շատ հարցերում եւ խնդիրներ է դնում եւ Թրամփը պարտավոր է հետևել Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային շահերին։ Այսա Պուտինյան վերնախավը այդպես էլ չկարողացավ հասկանալ։ Դե KGB-ի մայորի կամ փոխգնդապետի մտահորիզոնի մակարդակից Պուտինը այդպես էլ չի բարձրացել։ Այս սա է նրա խնդրեմը։ Թրամփը թվում է թե թքած ունի եվրոպական դեմոկրատական ժողովրդավարական արժեքների վրա, դա այդքան էլ այդպես չի, իրականում ինքը սիրելով Եվրոպան, ինչպես մենք բոլորս, մենք հայերս հատկապես, որտեղ Եվրոպան դա մեզ հարազատ քաղաքական մշակույթ է, քաղաքակրթություն է, որը ծնվել է հայկական քաղաքակրթությունից, հայերը հանդիսանում են եվրոպական եւ ընդհանրապես արևմտյան քաղաքակրթության նախահայրերը, եւ այդ պատճառով մենք չենք ցանկանում եվրոպական քաղաքակրթությունը կործանվի։ Թրամփը ինքն էլ չի ցանկանում դա, նա սիրում է Եվրոպան, բայց նա ասում է, որ Եվրոպան գործում է սխալներ, եվրոպական ժողովրդավարությունը գործում է սխալներ, որի արդյունքում նա թուլանում է, Եվրոպան դարձնում է եւ արտաքին եւ ներքին հակաեվրոպական թշնամական ուժերի պայքարի այսպես ասպարեզ, արենա։ Այսա է նա ուզում ասել եւ ճիշտ է ասում։ Նույնը իմիջիայլոց նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներն է սպառնում եւ դրա դեմ ամեն ինչ անում է Թրամփյան վարչակազմը, պետք է ասենք։ Ահա սրա մասին է խոսքը գնում, ոչ թե ինքը ընդհանրապես թքած ունի եվրոպական արժեքների։ Ընդհակառակը Թրամփի մեծ ցկտումը պաշտպանել համաշխարհային քրիստոնեությունը եւ քրիստոնյա ազգերին, բնականաբար նաեւ Հայաստանին, մենք զգում ենք, չէ, այս ամեն դեպքում կա իր քաղաքականության մեջ, տեսեք, այս նոր ստեղծող Թրամփյան, այսպես ասած, նոր, կարելի ասել մակը, որ ստեղծում է, դրա մեջ ներգրավված է նաեւ Հայաստանը։ Հայաստանը ներգրավված է եւ Հայաստանին ամեն կերպ չնայած ինքը շատ լավ գիտի, որ սրանք մոսկովյան դրածողներ են եւ Վրաստանում եւ Հայաստանում եւ Ադրբեջանում եւ շատ այլ երկրներում նախկին խորհրդային, այնուամենայնիվ նա հայ ժողովրդի համար է, Ամերիկայի Միացյալ հայ ժողովրդի համար է անում, աշխատում է ճնշում գործադրելով այդ դրածողների վրա, այդ ժողովուրդներին հանել ռուսական ժողովուրդների բանտից, սրա մասին է խոսքը եւ քրիստոնյա ժողովուրդներին պաշտպանել եւ այս քրիստոնեական մոտեցումը հենց եվրոպական ժողովրդավարական արժեքներին լիովին համապատասխանում է, կարող ենք ասել։ Շարունակենք, ուրեմն տեսեք, միաժամանակ նա այդքան էլ պատմական արդարությանը կարող է չհետևի որոշ հարցերում եւ 1991 թվականի սահմանները կարող է այդքան էլ, չգիտեմ, մեծ արժեք չհամարի, բայց այնուամենայնիվ չնայած բացառապես գործարքային բիզնեսի այսպես կատեգորիաներով է մտածում, ուժի եւ դրամի տեսակետից է աշխարհին նայում, բայց միևնույն է, անգամ այդ այսպես առևտրական մոտեցումը Թրամփի անգամ սա Մոսկվայի համար ավելի չէ դարել։ Տեսեք, ամնի 45-րդ, իսկ այժմ նաև 47-րդ նախագահը Թրամփը հասկանում եք, Ռուսաստանին չի նայում որպես հավասարարժեք գործընկեր եւ չի նայում որպես այսպես մեծ կայսրություն, մեծ տերություն, հասկանում եք։ Թրամփի համար Ռուսաստանը ընդհանրապես մի թունավոր մրցակից է, մի բենզակայան է, որ խանգարում է ամերիկյան բիզնեսին եւ բացի այդ էլ ուսադիր եղեք, ամերիկյան վերնախավը իրենս Թրամփի համարում է, որ Ռուսաստանը դա կրտսեր եւ թույլ գործընկերն է կոմունո-ֆաշիստական Չինաստանի։ Այսա շատ հետաքրքիր է։ Ինչ ենք ասում կոմունո-ֆաշիստական, որտեղ կոմունիզմն ու ֆաշիզմը իրականում նույն աղբն են տարբեր ամանների մեջ եւ ամերիկյան վերնախավը դա շատ լավ գիտի։ Նաև գիտի, որ Ռուսաստանը դարձել է Չինաստանի վասալը, սա էլ գիտի։ Ես ուզում ասեմ ձեզ, որ շատերը Թրամփի գործողություններին, Թրամփի խոսքերին, արտահայտություններին հաճախ սխալ գնահատականներ էին տալիս եւ հետո զարմացած ասում են՝ «Այս Թրամփը 180 աստիճան շրջադարձ է, սա
Պուտինի եւ Ռուսաստանի համակիրն էր, նրանց ընկերն էր, այս ոնց եղավ, որ նրանց թշնամին դարձավ։ Այ սիրելիներս, այ հարգելիներս, հատկապես եթե դուք քաղաքագետներ եք կոչվում, պատմաբաններ, միջազգային իրավունքի մասնագետներ, չգիտեմ ինչ որ փորձագետներ եք, ախր միթե չեք հասկանում, որ Թրամփը եւ ընդհանրապես Ամերիկյան վերնախավը Ռուսաստանի թշնամին է։ Ռուսաստանի թշնամին, որտեղ հասկանում է, որ Ռուսաստանը ինքն է թշնամություն անում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ, հասկանում է, եթե չէր էլ հասկանում, ասենք ինչ որ չափով, ապա այժմ լրիվ հասկանում է եւ մեր մատնել այդ հարցում մի քիչ խառն է, պիտի ասեմ, մեր կազմակերպության, Հայաստանի Ազատագրության համաշխարհային կազմակերպության եւ ճիշտ են կայել, որ այդ ամբողջ պատկերը ներկայացրենք։ Օրինակ հարց է ցակում, ինչու պիտի 150 վերջին տարիների ընթացքում դար ու կես Միացյալ Նահանգները 5 անգամ փրկեին Ռուսաստանին կործանումից, ռազմական պարտությունից, ջախջախումից, տնտեսական փլուզումից, վերջնական կործանումից, չգիտեմ, ֆինանսատնտեսական փլուզումից, քաղաքական փլուզումից, այդ ամեն ինչը եղել է սովից, չգիտեմ, 5 անգամ, այսպես պատմության ընթացքում 150 տարում Ամերիկան փրկել է եւ ինչ ռուսները դարձյալ ապերախտ, ինչպես միշտ բոլորի հանդեպ, նաեւ Միացյալ Նահանգներ եւ թշնամի Այսքանից հետո 6-րդ անգամ Ամերիկան հաստատ չի փրկի Ռուսաստանին եւ պետք է հասկանալ, որ Թրամփի այս լավ խոսքերը Ռուսաստանի եւ Պուտինի մասին, որ նա լավ տղա է եւ ընդամենը քող են, ծխածածկույտ, չեն հասկացել մարդիկ սա։ Ինչու որտեղ քաղաքագիտության էությունը չեն հասկանում, բայց քաղաքագետներ են կոչում։ Նայեք, մի քանի պատճառներ կան, որ ասենք եթե խորանում ես, ինչպես քիմիայում կա լակմուսի թուղթ, մտցնում ես որևէ լուծույթի մեջ, արդեն ինքը այդ իր գույնը փոխելով ասում է թե այնտեղ ինչ կարող է լինել, ինչ քիմիական ուրեմն նյութ է գտնում այդ փորձանոթի մեջ։ Այս լակմուսի թղթերից կա նաև քաղաքագիտության մեջ, որոնք մաթեմատիկական ճշգրտությամբ ցույց են տալիս իրականությունը։ Ես ընդհանրապես մեկ օրինակ կբերեմ։ Օրինակները բազում են, բայց մեկ ցայտուն օրինակ, վառ օրինակ, որ հասկանաք, հարգարժան քաղաքագետ կոչվածներ Հայաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում, նույնիսկ Միացյալ Նահանգներում, որտեղ շատերը մինչև հիմա չեն հասկանում, Դոնալդ Թրամփը դա ռուսական գործակալ չէ, դա Ամերիկայի շահերը պաշտպանող ազգային հայրենասեր գործիչ է։ Ավելին կասեմ, նա ազգայնական է։ Բայց արեք չխորանանք այս ուղղությամբ, ես ձեզ ասեմ այն օրինակը, որ դեռ Թրամփի առաջին կադենցիայի ժամանակ 2016 թվին եւ ավելի վաղ ես ասում եմ, որ այս մարդը չի կարող ռուսական գործակալ լինել։ Ինչու՞։ Որտեղ նա ասում էր եւ հիմա էլ ասում է, որ երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթել է Միացյալ Նահանգները։ Իմիջիայլոց նաև առաջին համաշխարհային պատերազմում ասում էր նա եւ ճիշտ է ասում։ Երկու համաշխարհային պատերազմում էլ Միացյալ Նահանգներն է հաղթել։ Եթե չլիներ նա, այդ պատերազմում հաղթանակը չէր լինի։ Եվ նա ճիշտ է ասում։ Բայց ոչ մի ռուսական գործակալ այդպիսի բան չի ասի։ Ինչու՞։ Որովհետեւ այդպես ասելով նա իր մայր երկրի, որին ծառայում է Ռուսաստանի ոտքի տակից հանում է այն գաղափարական հզոր բազան, որի հիման վրա ռուսական կայսրությունը կանգնած է, այդ Պաբեդաբեսիա կոչված, այդ հաղթանակի նկատմամբ այդ դիվական նրանց հրճվանքը, որով իրենք հայտարարում են, թե իրենք են աշխարհը փրկել ֆաշիզմից, երկրորդ համաշխարհայինում Ռուսաստանը մենակ է հաղթել եւ այլն, այս ամբողջ կեղծիքները, որ կեղծիք են երևի նրանից, որ 100 տարի արխիվները չեն բացում, որ մի հատ տեսնենք ինչ է կատարվել իրականում։ Արդեն 85 տարի, չգիտեմ, հեսա կլինի 90 տարի, չգիտեմ, բայց փակել են 80 տարի, փակել են արխիվները ու չեն կարողանում հասկանալ ես նկատում 39 թվականից եթե հաշվենք 1939-ը երբ որ երկրորդ համաշխարհայինը սկսվեց, ընդհանուր սկսվեց հենց Ռուսաստանի շնորհիվ, նա որ մինչև Գերմանիայի հետ հարձակվել է Լեհաստանի վրա երկրորդ համաշխարհայինը սկսել, այդ ամբողջը նախապատրաստեց։ Այդ գերմանական ֆաշիզմին իշխանության բերեց, ավելի ճիշտ անունով նացիոնալ սոցիալիզմին Հիտլերի գլխավորությամբ նա իշխանության բերեց Ռուսաստանը հատուկ նպատակներով։ Դրա համար էլ արխիվները չեն բացում ռուսները։ Որ գիտեմ, որ իրանք ինչ սրիկայություններ են արել համաշխարհային մասշտաբով։ Եվ հիմա երբ որ Թրամփը ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հաղթել, ճիշտ է ասում։ Առաջին համաշխարհայինում նրանք 1 միլիոնից բանակ իջեցրին Եվրոպա, որ Ռուսաստանը դուրս էր եկել պատերազմից սեպարատ հաշտություն էր կնքել, փաստորեն հանձնվել էր
կենտրոնական երկրներին, գերմանական երկրորդ ռայխին, այն ժամանակ դեռ կայսերական Գերմանիան էր, Ավստրո-Հունգարիային, Թուրքիային եւ բուլղարական թագավորության հանձնվել էր Ռուսաստանը եւ հանձնել էր մեզ հայերիս, չնայած մենք կռվեցինք եւ այդ պատերազմում հաղթանակի գործոններից մեկը Անտանտի մեկը 1 միլիոնից ամերիկյան բանակի իջնելն էր Եվրոպա, մյուսն որ հայերը համարյա 8-9 ամիս կռվեցին եւ արևմտյան Հայաստանում եւ կենտրոնական Հայաստանում եւ արևելյան Հայաստանում մինչեւ Բաքու եւ Բաքվի նավթը, որը գերմանացիները ցանկանում էին եւ Բոլշևիկյան Ռուսաստանը տվել էր նրանց այդ Բաքվի նավթը, հայերին էլ հետը ու Շահումյանը դա չգիտեմ հասկանում էր թե չէր հասկանում, բայց Համենայնպես զոհ գնաց ինքն էլ ամբողջ հայությունն էլ Բաքվի, ռուսների այդ նեն կեղտոտ խաղին, չստացան մի դույլ նավթ Գերմանիան չի ստացել եւ Փարիզի մոտ կանգնած գերմանական մեխանիզացված բանակները այդ հսկական օթուժը, այդ ահավոր ռազմական նավատորմը, որոնք չստացան այդ նավթը, պարտության մատնվեցին եւ հայերի մոտ այստեղ խառն է Քաջարի ազգ, որը Անտանտի միակ դաշնակիցն էր Հարավային Կովկասում, վրացիները գերմանացիների դաշնակիցներ էին, դրանից նաեւ թուրքերի Ադրբեջան կոչեցյալը, որ այն ժամանակ Կովկասի թուրքեր էին կոչվում կամ թաթարներ, դրանք Օսմանյան Թուրքիայի ափաշկյարա դաշնակիցներն էին բացահայտ եւ դրա համար երբ որ հաղթանակի Փարիզյան կոնֆերանս եղավ, հետո Սևրի պայմանագիր, Հայաստանն էր որ ճանաչվեց դաշնակից եւ հաղթող պետություններից մեկը եւ հետո նաեւ ազգերի լիգայի անդամ իսկ Վրաստանն ու Ադրբեջանը դիտվում էին որպես թշնամի երկրների հետ դաշնակցած, այսինքն Անտանտի հետ թշնամություն արած երկրներ, սա է խնդիրը։ Հիմա տեսեք, Թրամփը ճիշտ է ասում երկրորդ համաշխարհայինում Ամերիկայի Միացյալ Նահանգների հաղթել, որովհետև երկրորդ համաշխարհայինում էլ 16 միլիոն զորք իջեցրեցին։ Նորից հաղթանակի նժարը թեքեցին եվրոպական եւ արևմտյան դեմոկրատիաների կողմը, այստեղ էլ հաջորդը մեզ դեռ խաղաղ չնայած պետություն չուներ, բայց 600,000-ից վիթխարի ուժով, որից 300,000-ը զոհվեց, ասենք Մեծ Բրիտանիայի կամ Ամերիկայի չափ զոհեր է տվել հաջորդը, պատկերացնում եք, այդ երկու հսկա կայսրությունների չափ, այս Ստալինյան Ռուսաստանի ստոր քաղաքականություններ հայ ազգի հանդեպ, բայց այս բոլորը մի կողմ թողնենք, փաստը մնում է փաստ, որ առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների, նրա լենդ-լիզի, նրա հսկայական օգնության, Ճապոնիայի դեմ նրա մղած այդ վիթխարի պատերազմի ու աշխարհում մեկ նրա կռիվների աֆրիկական ռազմաբեմ, Մերձավոր Արևելք, Հարավային Եվրոպա, հետո նաև կենտրոնական եւ արևմտյան Եվրոպա եւ Խաղաղօվկիանոս, այս բոլորը եթե չլիներ, այս հսկայական պատերազմը, Ամերիկայի հսկայական ջանքերը, ահավոր ներդրումը, ուղղակի տանկերը այսպես շտամպում էին ամերիկացիները, հեղեղեցին աշխարհի ռազմաբեմերը ամերիկյան տանկերով, որոնցից շատերը գնացին հազարավորներ նաև խորհրդային Ռուսաստան, եւ ռուսները այսօր պիտի գոնե մարդ լինեն, ասեն, որ իրենց զրահատանկային զորամասերի տանկերի առնվազն կեսը ամերիկյան ու անգլիական էին, մենակ այդ Կոշկինի տանկը ցույց չտան, էլի T-34-ը, այն էլ եթե կարողանում էին կառուցել, դա էլ շնորհիվ ամերիկացիների, որտեղ գերմանացիները 3 ամսում ամբողջ եվրոպական Ռուսաստանը գրավելով ոչ մի ռազմարտության ձեռնարկություն համարը չէին թողել, եւ այն ինչ որ ստեղծեց Ուրալիցենկոն, դա ամերիկացիների ու անգլիացիների շնորհիվ էր։ Եթե կառուցելային մեխանիզմը չլիներ, չէին կարող այդ 76, իսկ այդ 80 մմ-անոց նոթը դնել T-34 տանկի վրա եւ այլն, բազում բաներ կարող ենք ասել, Շուկովի խոսքերը, Ստալինի խոսքերը, որ առողջ չունեին, ամերիկացիների շնորհիվ ունեցան, պենիցիլին չունեին, 40 միլիոն սովետական զինվորի կյանք են ամերիկացի փրկել, հիվանդանոցներ չունեին, ուղարկում բինտ չունեին, լվանում կախում էին, ինչ ասեմ, չգիտեմ, մենակ 4 միլիոն տոննա բան են ուղարկես, այդ տուշոնկա, այդ չեմ ասում մնացած ամբողջ սնունդը ամբողջ սովետական արտիլերիան, ռուսական արտիլերիան ամերիկյան ստուդերբեկերներով, ֆորդերով, ամերիկյան տեխնիկայով, ուրիշ տեխնիկա դրանց չէր կարող տանել, սովետական տեխնիկան ի վիճակի չէր ծանրությունը քաշել, մենալ այդ ցեխերի մեջ, ռուսական անծայրացիր տափաստանների եւ այլն եւ անտառների պլյուս դրան էլ չկարել է տեխնիկան որ քաշեին եթե լինել էր ուժը չէր պատիվ շնորհիվ ամերիկացիների ամբողջ պատերազմը ավիացիայի կեսը կառուցվել է հենց մենակ ամերիկացիների շնորհիվ կամ մատակարարվելու պատկերացնում եք դա
Եթե Ճապոնիայի դեմ այդ պատերազմը չլիներ, վաղուց գերմանացիներն ու ճապոնացիները կհանդիպեին Ուրալյան լեռներում Ռուսաստան չէր լինի։ Ընդհանրապես Գերմանիան 3 ամսում հասել էր համարյա Մոսկվա արդեն եւ 27 կիլոմետր էր մնացել մինչեւ Կրեմլ, Մոսկվա չէ, Կրեմլ։ Արդեն Մոսկվայի տարածքում էին այսօրվա գերմանական տանկերը։ Ինչի մասին է խոսքը, ով փրկեց անգլոսաքսոնները եւ այսօր սև ապերախտությունը այս օծի թույնն ու թարախը որ թափում են արևմուտքյան դեպրոսները սա սարսափելի է եւ հիմա Թրամփը որ ասում է երկրորդ համաշխարհում մենք ենք հաղթել ճիշտ է ասում բայց դրանով նա ասում է վերցնում է այդ գաղափարական բազան ռուսական կայսերապաշտության ոտքի տակից ռուսկի միրը դրանովից նա ոչնչացնում է Հասկանում եք հարգարժան քաղաքագետներ, որ չի կարող ռուսական ագենտը ոչնչացնել սեփական հայր երկրին այդ ձևով անհնար բան է։ Միթե դուք չեք հասկանում։ Էլեմենտար բան է։ Այս մի օրինակն եմ բերում, սրանով բավարարում եմ, մնացածը դուք փորձեք գտնել ինքներդ, ես ժամանակին կտամ հաղորդում կտեսնենք։ Հիմա հայերի հետ կապված Թրամփի վարչակազմի արասները նույնպես, հասկանում եք, Թրամփով կամ Բայդենով կամ որևէ մեկով որ իշխանության կանցնի որպես նախագահ երկրում չի որոշում ամերիկյան քաղաքականությունը հասկացեք անձերով չի ամերիկյան քաղաքականությունը անձերի այսպես ասած քաղաքականություն չի նա հետևում է ազգային շահերին վերջ եւ դրա համար էլ երբ որ այսպես ասած թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ Հայաստանում եւ Մոսկվայի կարգադրությամբ եւ սցենարով մի ֆորպոստապետից մյուս նոր ֆորպոստապետին փոխանցեց իշխանությունը ամերիկյան ներկայացուցիչներից Ջոն Բոլթոնը ժամանեց Երևան եւ նա իմիջիալոց հայերին ասելով որ Ադրբեջանը կարող է պահանջել իր հողերը հետ այսպես ասած եւ ինչ եք դուք անելու այդ դեպքում մենք առաջարկում ենք ձեզ զենք այս առաջարկը ամերիկյան զենք տրամադրելու չնայած իբր թե գումարով էր դրա համար չեն կարող Հիմա այսօր Հայաստանի որ այս նոր մակի մեջ ներգրավել են ինչա 1 միլիարդ փողը ասես խեղդելով վերցնելու են բարձր որ այստեղ խնդիրը այդ 1 միլիարդ փողի վերցնելը կամ չվերցնելը չի այն ժամանակ էլ այդ զենքը տալու էին այդ գումարն էլ հենց էին անելու որ ի վերջո Հայաստանը կարողանար վճարել կամ էլ այնպեսի ժամկետների դնելու ունես տոկոսներով որ հարց չէր լինելու այսինքն զենքը գալու էր ամերիկյան բայց Մոսկվայի հրամանով նրանց ֆորպոստապետ ասեց ոչ մենք ամերիկյան զենքի կարիքը չունենք Հետո այդ նույն Ամերիկան, նույն Տրամփի ժամանակ եւ նրա արտգործնախարարի Բերանով նույնպես այն ժամանակ Մայք Պոմպեոն էր կալիֆոռնիացի հարավային Կալիֆոռնիայից է Այսօր Ռուբիոն էլ շատ ուժեղ արտգործնախարար նույնպես սրանք կոչեն պետական քարտուղարներ state secretary ասացին որ սկանդինավյան խաղապահներ կարող են բերել Հայաստան եւ այդ Արցախյան այն ժամանակվա շփման գիծը Դրանք կպաշտպանան եւ իմացեք որ այդ դեպքում այդ 12000 քառակուսի կիլոմետրը Հայաստանը չէր կորցնի դա մեր հողերն էին Արցախը ամերիկան սա առաջարկել է նորից Երևանում եւ Ստեփանակերտում ռուսական գործակալներ ասացին ոչ ասացին Կոսովոյի տարբերակով կարող ենք դուցել Արցախյան հարցը չէ ոչինչ բան ռուսները այս ձեր ռուսները ինչ արեցին գիտենք բայց փաստը մնում է փաստ որ Թրամփի ժամանակ եւս Ամերիկան Հայաստանին այս շանսերը տվել է Եվ էլի շատ բաներ կարող էր տալ եւ այլն, բայց թողնենք հիմա այս խոսակցությունը, անցնենք նրան, որ այսօր Թրամփը որպես Չինաստանի կրտսեր, Ռուսաստանին որպես Չինաստանի կրտսերը թույլ գործընկերոջ որոշել է ոչնչացնել այդ մրցակից, այդ տոքսիկ մրցակից, այդ թունավոր մրցակից Ռուսաստանը ոչ միայն պիտի Ուկրաինայում կանգնեցվի Դրա համար Ուկրաինան ստանում է անհրաժեշտ ամբողջ զենքը հավատացեք եւ դեռ ավելին է ստանալու այլև պետք է ցույց տալ ցուցադրաբար եւ շատ դաժան դուրս մղել համաշխարհային ասպարեզից Ռուսաստանին եւ պետք է ասել որ հենց հիմա մեր աչքերի առաջ այդ ամենը չտեղի ունենում եւ Թրամփի վարչակազմը այսօր գլոբալ մակրոմ է կատարում ռուսական ազդեցության հասկանում եք հələ նայեք Վենեսուելային նայեք Աֆրիկայում ինչ է կատարում ամենտեղ Եվ նույնիսկ չսպասելով Ուկրաինայի հետ խաղաղաշտության պայմանագրի ստորագրմանը Վաշինգտոնը այսօր այսպես այն քերտող անակոնդայի պես այսպես ուրեմն ճազմում է Ռուսաստանին, խեղդում է եւ Կրեմլի ամբողջ թթվածին ամենտեղ ամբողջ երկրագնդով մեկ փակում են իրենք
եւ ամենահզոր հարվածը հասնում է նախ եւ առաջ ռուսական էկոնոմիկային, տնտեսությանը։ Թրամփը sense մի, այսպես ասենք, լոզունգ ունի, որ բերեք քաշեք, նավթը քաշեք։ Սա հասկանում եք տոտալ կերպով իրենք լրիվ ամբողջ օկան հանեցին բոլոր տեսակի սահմանափակումները ամերիկյան նավթի ու գազի ուրեմն արդյունահանման վրայից։ Բայդենի ժամանակ կային այդպես սահմանափակումներ, հիմա չկա։ Եվ դրա արդյունքում Միացյալ Նահանգները հիմա լցրել են համաշխարհային շուկան էժան ածխաջրածիններով, այսինքն գազով ու նավթով։ Այլ չասած որ Վենեսուելան վերցնելով աշխարհի ամենամեծ գազային ու նավթային կներեք պաշարները վերցնելով Ամերիկան արդեն մի հզոր լծակ է ստացավ, որ աշխարհում նավթի գները կարող է կարգավորել։ Իսկ այդ նավթի գները ցածր են, իջեցնում են, ընկնում են։ Եվ Վաշինգտոնի համար դա տնտեսության աճ է նշանակում։ Իսկ հա Մոսկվայի համար դա ուղղակի ֆինանսական կործանում է, ասենք աղետ է։ Հիմա փաստորեն Թրամփը Պուտինի ոտքերի տակից նրա գլխավոր տնտեսական այսպես բազիսն է խլում, հասկանում եք, սա տեսեք դուք, նավթային այդ գեր եկամուտները, որ ուներ Ռուսաստանը, հիմա այդ բոլոր շուկաները, որոնք տասնամյակներով կերակրում են պուտինյան կագեբեական ռեժիմը, ահավոր ահաբեկչական տերորիստական ռեժիմը Պուտլերի, հիմա դա ուրեմն վերացնում է այդ բազիսը։ Երկրորդ հարվածը աշխարհաքաղաքական հարված։ Առաջին հարվածը մենք ասացինք, դա տնտեսական հարվածն էր, եւ որ Պուտինի ռեժիմին զրկում են նավթային, գազային գերեկամուտներից։ Երկրորդը աշխարհաքաղաքական է, մինչև բոլորը նայում են, թե Ուկրաինայում Դոնբասի ռազմաճակատում ինչ է կատարվում, այդ ժամանակ Թրամփը, այսպես իրուն, ջարդում է ռուսական դիրքերը Մերձարարքում, Աֆրիկայում, հիմա արդեն Վենեսուելայում եւ այլն։ Ամերիկյան դիպլոմատիան, դիվանագիտությունը եւ հատուկ ծառայությունները կարողանում են բոլոր մեթոդներով դուրս մղել ռուսական ռազմական ընկերություններին եւ կորպորացիաներին իրենց նախկին ազդեցության գոտիներից։ Եվ Թրամփը տեղական վերնախավերին այդ երկրների արզ ընտրություն է տալիս կամ աշխատում եք մեր հետ, ստանում եք ամերիկյան տեխնոլոգիաներ եւ պաշտպանություն, ինչու՞ չէ, կամ էլ մնում եք սնանկացած Մոսկվայի հետ եւ ընկնում եք սենց բանկային ասֆալտանող մեծ մեքենաներ կան, կատոկ են ասում, այդ գլանի տակ, որը ունի Ամերիկայի ֆինանսների նախարարությունը երկրորդային սանկցիաների տեսքով պատժամիջոցների դեպքով կիրառում է շատ երկրների հանդեպ եւ ոչ ոք չի ուզում ընկնել ամերիկյան այդ գլանի տակ եւ գլոբալ հարավը, այսպես կոչված, որը մենք նկարագրեցինք արդեն Աֆրիկա, Հարավային Ամերիկա, Լատինական Ամերիկա, Մերձարարք, սրանք արդեն բնականաբար ընտրում են ամերիկյան փողը եւ ուժը։ Փաստորեն Կրեմլին թողում են լրիվ մեկուսացման մեջ, հասկանալի չէ ինչ է կատարվում։ Հիմա Իրանում տեսեք ուշադիր ինչ է կատարվում։ Եվ գլխավոր պարադոքսը ինչու՞մ է կայանում։ Թրամփը իսկապես ուզում է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում, այնպես որ չի ուզում։ Այդպես չէ, որ չի ուզում, բայց դա ինքը անում է ոչ թե նրա համար, որ այս թութակները քաղաքագետների կոչումներով ասում են, որ ուզում է փրկել Պուտինին, ոչ։ Թրամփ ուզում է ավարտել այդ պատերազմը, որպեսզի ազատի ամերիկյան ռեսուրսները գլխավոր ճակատամարտի համար, 21-րդ դարի գլխավոր ճակատամարտի համար, դա ճակատամարտ է ընդդեմ Չինաստանի, որպեսզի զսպի Չինաստանին, ահա սրա համար է նա շտապում Ուկրաինայում ավարտել։ Եվ շատ մեթոդներով, երբեմն թվում է, թե Ուկրաինայի վրա ճնշում է գործադրում, բայց նա Ուկրաինան երբեք չի թողնի ընկնի, երբեք։ Եվ այդ գլոբալ խաղի մեջ, համաշխարհային խաղի մեջ Թրամփը Ռուսաստանին դիտում է ընդհանրապես որպես աշխարհաքաղաքական աղբ, որը պետք է, այսպես ասենք, մաքրել իրենց ճանապարհից, որպեսզի Ամերիկան կարողանա առաջ գնալ։ Խանգարում է, էլի, հա։ Եվ առանց այսպես զգացմունքների, առանց սենտիմենտների ուրեմն պետք է շպրտեն դուրս այդ աղբը, այդ ռուսական աղբը։ Եվ ուկրաինական պատերազմի ավարտը այն ինչ որ Սպիտակ տունը ուզում է անել կամ ինչպես նա տեսնում է, կթելադրվի բացառապես սառը ամերիկյան տրամաբանությամբ եւ դա շատ ճիշտ է, որովհետեւ 150 տարի փրկել են այդ երկրին եւ տեսեք ինչ է նրանց պատասխանը Ամերիկայի Միացյալ Նահանգներին, հասկանում եք, սա արդեն այստեղին է հասնել ամերիկացիների։ Եկեք
Ասենք, որ այդ խաղ կամ հաշտության պլանը, որը Դոնալդ Թրամփի թիմը հենց հիմա դնում է Վլադիմիր Պուտինի առջև, դա ռուսական վերախավները գիտեք միամտորեն իրոք կարծում էին թա լինելու է դա ուրեմն հավասարների գործար նոր Յալթա այն 1943 թվականի Յալթայի պես որտեղ ամերիկյան պրեզիդենտի իհարկե կենտրոնում էր նախագահը բազմել խոսքը վերաբերում է Ֆրանկլին Դելանո Ռուզվելտին մեծ նախագահ էր իր կողքերին ուրեմն բազմել էին բրիտանական հայտնի վարչապետը ուրեմն Ուինստոն Չերչիլը եւ մյուս կողմից Յոսիֆ Ստալինը բայց այդ Յալթան այլևս չի կրկնվի ռուսները մեր Յալթան այլևս չի կրկնվի եւ հաղթանակի բաժանում չի լինի որտեղ հաղթանակը իրականում ամերիկացիք են տալի ինչի՞ պիտի իրենք բաժանեն ռուսների հետ կամ ռուսների հետ ինչ բաժանեն եթե նա ճշնամական դիրքերում է կանգնած հակառակ պոզիցիայում է հակառակ դիրքում է այնպես որ ամերիկյան աշխարհակաղակականության այս հասկացումով պետք է պարզ ասենք, անկեղծորեն ասենք, որ այն ինչ որ Թրամփը կառաջարկի Մոսկվային, դա գիտեք ինչ, իրականում դասական իմաստով դիվանագիտություն չի, այլ աշխարհակաղակական մակարդակի, այսպես ասած, ռեկետ է, հասկանում եք, որ դեռ Ռուսաստանը ինքը ստիպեց, որ իր ամերիկացիները այսպես վարվեն։ Փաստորեն Թրամփի կողմից Մոսկվային ներկայացվում է ուլտիմատում վերջնագիր, որը ուժի լեզվով է գրված, հասկանում եք, եւ հաղթող կողմը պարտված կողմի հետ որևէ իրավունքի ձայնով չի խոսում, ընդհակառակը նրանք խոսում են ուժի լեզվով։ Ինչպես հին հռոմեացիների ժամանակ կար չէ, այդ բան գալերը, որ Հռոմը գրավել էին, այն ժամանակ Հռոմը դեռ թույլ քաղաք էր, գալերը գրավել էին եւ հայտնի այսպիսի խոսքը կար՝ վայ պարտվածներին, երբ որ այդ ուրեմն ռազմատուգանքը պիտի մուծվեր եւ անարդար բան արեցին, գալերի հաղթողների առաջնորդը ուրեմն նետեց իր թուրը կշեռքի վրա, որ այդքան էլ ավելացնեն ուրեմն ռազմատուգանքի ոսկին հռոմեական սենատորները բողոքեցին, թե ինչ ես անում, նա էլ ասեց վայ պարտվածներին, այսինքն պարտված եք, ինչ ասեմ պետք է վճարեք, այ դա ուժն է ծնում իրավունք հայտնի, այսպես ասած արտահայտության ձևերից մեկն էր, հա, եւ այսօրվա դրությամբ Միացյալ Նահանգները բնականաբար պետք է դա դնի պարտված Մոսկվայի առջև եւ երբ որ ասում է որ գիտեք ինչ Թրամփը ռուսներին թույլ կտա որ թույլ է տալիս դուք տեսեք ինքը ասես պատերազմը հենց մի օրում կավարտեն բայց մինչեւ հիմա Միացյալ Նահանգները Ուկրաինային զինում է եւ Ուկրաինան արդեն փաստորեն ռուսական ռազմածովային նավատորմը վերացրել է, արդեն անցել են տանկերային նավատորմի ոչնչացմանը, միջերկրական ծով նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի տանկերներն են ուկրաինացիները դրոններով խփում, քանի որ դրանց տեղափոխում են ռուսական նավթը եւ Ամերիկան է թույլ տվել, որ իր դաշնակից, իբր թե ՆԱՏՕ-ի գծով դաշնակից Թուրքիայի նավերին ոչ դաշնակից Ուկրաինան խփի ոչնչացնի, որտեղ դրա ներսում գտնում է նավթը, որ Ռուսաստանը տանում է այստեղ այնտեղ վաճառելու եւ փաստորեն կարողանալու շարունակի պատերազմը Ուկրաինա, իսկ իրականում Ամերիկայի դեմ։ Ամեն ինչ պարզվում է, չէ, այսինքն լրիվ հասկանալի է դառնում, որ իրականում ամերիկացիները գիտեն թե ով են իրենց դաշնակիցները, ինչ դեր է խաղում Թուրքիան, ինչ դեր է խաղում Ռուսաստանը, ինչ դեր է խաղում Ուկրաինան, այս բոլոր ոնց են ասում դիմակները պատրվում են, ամեն ինչի հայտ է գալիս եւ մարդիկ հիանալի հասկանում են, որ գիտեք ինչ կա արդեն ամեն մեկ իրենը կստանա Առայժմ ես ինչպես ես պարզ բացատրում եմ, այս սարսափելի ճակատագիր է սպասում է Ռուսաստանի եւ այդ ճակատագիրը քանի գնում մոտենում է ռուսներին, պետք է ասեմ ձեզ, բայց պետք է ուրախացնեմ ձեզ նաեւ եւս մի բանով, որ միևնույն ժամանակ փաստորեն
Միացյալ Նահանգները նաև այսպես կոպիտ ասած համաշխարհային լուստրացիա է անում, բարձրելու համար թե իրականում իր բարեկամները, դաշնակիցները ով են իր թշնամիները ովքեր են։ Եվ պետք է ձեզ ասեմ, որ այդ շարքում Թուրքիան եւս իրեն շատ վատ է ցույց տվել եւ ամերիկացիները դա պարզ տեսնում են եւ սա չի կարող այսպես հանգիստ անցնել Թուրքիայի համար, այսինքն հերթով, շարքով, կարգով բոլորը իրենց պատասխանը ստանալու են։ Ահա այսպես ուրեմն սա Ամերիկայի կողմից նոր աշխարհակարգի հաստատում է կատարվում կամ պահպանվում է հին ամերիկյան աշխարհակարգը, Ամերիկայի գլխավորությամբ աշխարհակարգը, բայց այդ ընթացքում ոչնչացնում են նրա դեմ մարտահրավեր նետած բոլոր ուժերը, այդ թվում Ռուսաստանը, իսկ հետո մնացածները, որոնք ոմանք խաղում են երկու լարի վրա, ինչպես Թուրքիան, ոմանք ուղղակի բացահայտ թշնամ են, ինչպես իսլամական ֆաշիստական ռեժիմը Իրանում, որի վերջնը կգա հաստատ։ Չինաստանը խաղեր է տալիս իրեն ձևացնում է, թե ինքը չէ, այդ բաների մեջ չկա, ես կապ չունեմ, բայց լավ էլ զինում է եւ օգնում է Մոսկվային, միայն նրա շնորհիվ է, որ այսօր Մոսկվան կարողանում է դիմանալ, ես նկատեմ Ռուսաստանը։ Մի խոսքով ամեն ինչ պարզ է, չէ, ուկրաինական պատերազմը արագ դադարեցնելը հենց նորից եմ ասում, բխում է ամերիկյան այն շահերից, որ իրենք կարողանան ռեսուրսները նետել Չինաստանի զսպման համար։ Եվ հիմա ամբողջ աշխարհում եւ Ռուսաստանի եւ փաստորեն նաեւ Չինաստանի շոշափուկները ամենտեղ կտրում է Վաշինգտոնը իրենս Թրամփի եւ անում է սա հենց իր ազգային շահերը պաշտպանելու համար։ Ուրեմն տեսեք ինչ է ստացվում։ Ռուսաստանին ձայն իրավունք չի տրված։ Իրեն տալու են ասես ստորագրի։ Հիշում եք այն Նիկոլ եւ Ալիև, որ կանչեց երկուսին էլ, ոնց որ Մոսկվայի են կանչել 2020 թվականի նոյեմբերի 9-ին թե 10-ին էր կանչել էր Պուտինը, ամբողջ ուրեմն Մինսկի խմբի համանախագահներին ընտրել էր մի կողմ, ինքը հրաման տվեց երկուսին ստորագրեք։ Ոնց ուզում էր, այնպես ստորագրեցին։ Նույն ձևով Տրամփը այդ պատասխանը տվեց։ Դրեց մի կողմ Ռուսաստանին, կանչեց ասեց երկուսից ստորագրեք, երկու երկրներ։ Ու վերջ։ Հիմա նույն ձևով Ռուսաստանին են ստորագրել տալու, ինչ որ պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Ոնց որ գիտեք ինչ է ստացվում, առանց ձայնի իրավունքի Էլ եմ կրկնում, Պուտինը արդեն ձայնի իրավունք չունենա այստեղ եւ Տրամփը վերաբերվում է Ռուսաստանի հետ բանակցներին այնպես ինչպես ասենք մի ընկերություն բանկրոտ է եղել, սնանկացել է եւ ինքը որպես հին բիզնեսմեն, ասենք կուլ է տալիս չէ այդ կոմպանիան, այդ ձևել Ամերիկան Ռուսաստանին է կուլ տալու, այդ նույն ձևով է նայում դա Ռուսաստանին բանկրոտ եղած Ռուսաստանին։ Հիմա թքած ունի Տրամփը Մոսկվայի պատմական հավակնությունների վրա եւ ամերիկացիները ուղղակի այսպես են ասում, կամ Պուտինը համաձայնում է անհապաղ դադարեցնել, ավելի շուտ սառեցնել պատերազմը ամերիկյան պայմաններով, կամ Վաշինգտոնը հանում է բոլոր տեսակ սահմանափակումները Կիևին զենքի մատակարարումների վրայից եւ Ուկրաինան հեղեղում է փողով ու նորագույն տեխնոլոգիաներով, ուղղակի ֆիզիկապես ոչնչացնում է ռուսական բանակի մնացորդները։ Հասկանում եք, չէ՞ ինչ է կատարվելու։ Հիմա բայց այստեղ խնդիրը այն է, որ Պուտինը եթե գնա զիջումների եւ սառեցնի ռազմաճակատը, դա Ռուսաստանի համար փրկություն մեկը չի լինելու։ Սա էլ է տարիքի իրավիճակ։ Այլ Ռուսաստանը կանցնի դանդաղ տնտեսական խեղդման ոչնչացման ռեժիմի, հասկանում եք, Տրամփը էլ գիտի։ Բայց ինքը չի էլ հանելու հիմա այդ տեխնոլոգիական եւ ֆինանսական այդ պատժամիջոցները հանգուցային որ բան չի հանելու, որտեղ պետք է մնա որպես Ռուսաստանի վզին գծված մի հատ կախաղանի հանգույց, որ հանգած ռուսները խելոք չմնան, միանգամից ձգում է արքանական։ Եվ Վաշինգտոնը այսպես պլանավորում է Ռուսաստանը վերացնել մեկուսացված տեխնոլոգիապես հետամնաց հումքային մի գաղութի, որը ռուսները վերածել են օրինակ Հայաստանը այդպիսի մի գաղութի, որ ընդունակ չլինի որևէ կերպ սպառնալ Ռուսաստանը չկարողանա այլևս սպառնալ արևմտյան պետություններին եւ դրանց շահերին, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Եվրամիությանը։
Բայց 47-րդ նախագահ Միացյալ Նահանգների հասկանում եք իր գլխավոր նպատակը շատ ավելի հեռուն է տեսնում, քան ուկրաինական տափաստաններն են։ Եվ պետք է ասենք, որ Վաշինգտոնի այդ գլխավոր նպատակը դա ոչ թե Ռուսաստանի դեմ հաղթանակն է, դա կլինի ընդհանրապես դա այսպես անցումնային մարտավարական մի փուլ է այն հսկայական պատերազմի մեջ գլոբալ գերիշխանության որը ամերիկան դրել է իր առաջ եւ գլխավոր խնդիրը դա Պեկինն է Տրամպը այն գլխից էլ որ եկավ ասում էր որ իր ռազմավարության մեջ Ռուսաստանին ընդհանրապես մի ենթակա երկիր է դիտում ոչ թե ինքնուրույն խաղացող այլ որպես հումքային կցորդ եւ այսպես կրծեր զուգընկեր որպես պարզ ասենք շղթայի վրա ամրացված շուն շղթայով ամրացված շուն Չինաստանի կոմունո-ֆաշիստական պետության համար այսինքն ընդհանրապես շղթայած շուն է Ռուսաստանը որին օգտագործում են չինացիք ընդդեմ արևմուտքի Եվ սպիտակ տան տրամաբանությունը այստեղ եւ པարզ է եւ անխիղճ կերպով որպիսի տիրոջը թույլատնեն իրենք նախ պիտի ոչնչացնեն բոլոր այն կանալները որոնցով գալիս է մատակարարումը Չինաստանի պիտի ոչնչացնեն եւ դա կատարվում է նկատում եք Վենեսուելա Իրան եւ այլն եւ հենց ինքը Ռուսաստանը Ինչպես նաև զրկեն նրան իր վասալներից, օրինակ Ռուսաստանից, Իրանից, կլինի ժամանակ որ նաև Հյուսիսային Կորեայից եւ այլն եւ այլն։ Եվ տեսնում ենք որ Վաշինգտոնը մեթոդաբար սեպ է խրում Մոսկվայի եւ Պեկինի միջև։ Ընդ որում Տրամպը Սի Ցզինպինին չի խնդրում որ ինքը հետ թեքվի Պուտինից, դուր գա Պուտինից, չէ, ինքը ասում է պարզ որ Դաժան կերպով տնտեսական ընտրություն եմ քո առաջ դնում եւ սպառնում է մտցնել 60%-անոց հարկ չինական էքսպորտի վրա եւ ոչնչացնել երկրորդական սանկցիաներով բոլոր խոշորագույն բանկերը Չինաստանի, եթե նա շարունակի ֆինանսական եւ տեխնոլոգիական սնուցում կատարել Ռուսաստանի ռազմարտությունական համալիրի ռահի։ Իսկ Պեկինի համար, որի տնտեսությունը ճգնաժամայնորեն կախված է ամերիկյան եւ եվրոպական շուկաներից ուրեմն նա այսպիսի ուլտիմատումը դառնում է ուրեմն գիտեք ինչ վերջնական ուրեմն ճշմարտության պա իրենք հասկանում են որ դե գիտեք չինացիները պրագմատիկներ են հաշվել գիտեն Ռուսաստանի հետ իրենց ապրանքաշրջանառությունը ամենը մի տաթիլ է հաշված այն տրիլիոնների հետ, որոնք Պեկինը աշխատում է կոլեկտիվ արևմուտքի հետ առևտուր անելով։ Այնպես որ Մոսկվայում նույնիսկ վախենում են փակ կաբինետներում խոստովանել են փաստը, որ ինչ է կատարում։ Չինաստանը արդեն սկսել է Ռուսաստանին, այսպես ասած, կոպիտ ասած վատ բառ պիտի ասեմ, վարի տալ այսպես։ Այսինքն Պեկինյան բանկերը բլոկադա են անում ռուսական տրանզակցիաները, սարքավորումների երկրորդային նշանակության սարքավորումների մատակարարումները սառեցվում են։ Սի Ցզինպինը չի փրկի Պուտինյան ռեժիմին սեփական չինական տնտեսության կրախի հաշվին, իհարկե չի փրկի։ Նա ստիպված է զոհաբերել Ռուսաստանին, ստիպված է։ Եվ Չինաստան ուղղակի նահանջում է, հետ է հաշվում եւ Մոսկվային թողնում է մեկ միայնակ ամերիկյան ֆինանսական ու ռազմական մեքենայի դիմաց։ Այսպիսով Տրամպը մի հարվածով որոշում է եւ լուծում է երկու գլոբալ խնդիր։ Առաջինը նա մեկուսացնում է Ռուսաստանը, զրկելով նրա միակ հզոր դաշնակցից կոմունա-ֆաշիստական Չինաստանից, երկրորդ Տրամպը ցույց է տալիս Չինաստանին, ով է այս համաշխարհային ֆինանսական համակարգի տերը, համակարգի տերը ով է, Ամերիկան։ Եվ Ռուսաստանն այդ բազմակայլ շախմատային այս կոմբինացիայում ընդամենը մի այսպես մանր դրամ է, հասկանում մանրադրամ է եւ ամերիկացիները պատրաստվում են Ռուսաստանին ուղղակի սապոգով տրորել Ինչպես ամերիկացի տեսան, որ Ուկրաինային է Ռուսաստանը ուզում տրորել այդպես, Հայաստանին տրորեց այդպես, Վրաստանին էր տրորել այդպես, իրենք էլ այդպես տրորելու են Ռուսաստանին, որպեսզի ցույց տան նաև մի բան, որ Պեկինը տեսնի,
թե ինչքան լուրջ է Ամերիկան իր մտադրությունների մեջ, այսինքն նաև վախացնում են Պեկինի վասալ Ռուսաստանին դաժան ձևով ոչնչացնելով նրանք կվախեցնեն Պեկինին եւ կստիպեն հնազանդվել, խոնարհվել, կամ էլ նույնը կկատարվի շուտով նաև Չինաստանը։ Թե ինչքան շուտով չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ այդքան էլ հեռու չեն այդ ժամանակները։ Փաստորեն Կրեմլը բացարձակ աշխարհակաղակական թակարդի մեջ է հայտնվել։ Եվ այդ թակարդը ինչպես առաջացավ, երբ որ ինքը Չինաստանից հավանություն ստանալով Արցախի, փաստորեն Հայաստանի դեմ ագրեսիա անել, մի հատ 2015 քառորի արեց, հետո դրա հիման վրա 2020-ին 44 օրյա, ու տեսավ չէ որ հաջողվեց խեղդել, չնայած Հայաստանը իր վասալն էր, բայց Հայաստանը որպես արևմուտքի հնարավոր դաշնակից հայ ժողովուրդ է նկատում եմ Հայաստան ասելով, ոչ թե նրա վերնախավը, որ Մոսկվայից է նշանակված ամբողջ օլիգարխատը եւ այլն։ Ոգևորվելով դրանից նրանք արդեն անցան Ուկրաինայի դեմ պատերազմին։ Ընդունում Ադրբեջանի, այսինքն Ալիևի Ուկրաինայի դեմ հարձակվելուց առաջ Մոսկվայում ռազմավարական դաշինք ընկեցին Ադրբեջանի հետ 2 օր առաջ, այսինքն փաստորեն նաև Թուրքիայի հետ կարելի ասել։ Հիմա տեսեք, Դոնալդ Թրամփը որ կարծես թե հույս էր տալիս ռուսներին, որ ինքը կարող է լինել Ռուսաստանի փրկիչը, հանգարց պարզվեց, որ Ռուսաստանի կործանողն է հենց ինքն է Ռուսաստանի կործանողը եւ այս դեպքում արդեն Ռուսաստանը ոչ մի փրկության չունի, որովհետեւ Թրամփը այնպես է մոլորեցրել ռուսական վերնախավին, այնպես կարողացավ նրանց խափի, այսինքն Թրամփը չէ, հասկանալի Թրամփի դերակատարմամբ, բայց ամերիկյան վերնախավի խաղն էր սա եւ այդ խաղը ավարտվում է նրանով, որ Ռուսաստանը ընկել է այդ աշխարհակաղակական հակարդի մեջ եւ այդ աշխարհակաղակական հակարդը կոչվում է էսպայի դրությամբ Ուկրաինա, որտեղ Ռուսաստանը մտել է այդ վանդակի մեջ ռուսական արջը, բայց ոչ առաջ է կարող գնալ, ուժը չի երիքում, ոչ էլ հետ է կարող գնալ, որտեղ այդ վանդակի մեջից դուրս գալ հնարավոր չի, իրան այդ վանդակի միջի գազանը դիմադրում է եւ ինքը դուրս չի կարող գալ, այսինքն արյունակամ է լինում Ռուսաստանը այստեղ, ընկել է միտեղ, որտեղից դուրս չի կարող գալ եւ այդտեղ ինքը արյունակամ է լինում եւ դրանով իսկ փաստորեն Ռուսաստանի վերջը գալիս է, հասկանում եք, չէ՞ ինչ է կատարվում, եւ հիմա մի հատ հետաքրքիր բան էլ այստեղ կա, որ տեսեք, ռուսները ուրեմն ընկան այս թակարդի մեջ եւ ամերիկացի եւ Եվրոպան իրենց գցեցին այս թակարդի մեջ, որտեւ իրենք սկզբում ուզում էին Արցախին օգնել ամեն կերպ, տեսնելով որ Արցախում եւ Երևանում նաեւ նստած են մարդիկ, որոնք նշանակված են Կրեմլի կողմից եւ ոչ թե հայ ժողովրդի մասին մտածում են ռուսական աշխարհակաղակական շահերի, հայ ժողովրդին փրկելու համար ավելի հարմար համարեցին, որպեսզի այն ինչ որ պլանավորել Մոսկվան կատարվեր, որպեսզի հայերը հասկանային Մոսկվայի ամբողջ նենգությունը եւ կամած խելքի գային եւ փորձեն իրենց նորմալ կառավարություն դնել, որը կանցնի արևմուտքի կողմը։ Եթե չկարողանան դնել, գոնե դրանց ստիպեն, որպեսզի կամած երկիրը հանեն ռուսական բանտից։ Հիմա ինչևից է այդ թակարդը աշխատեց, ռուսները ընկան ուկրաինական թակարդի մեջ, բայց հիմա ինչպիսին է լինելու Ռուսաստանի վերջը, նայեք, էլ եմ ասում, Դոնալդի նկատմամբ բոլոր հույսերը ռուսների վաղուց արդեն փլվել են իրականում, եւ իրանք բախվել են հիմա ամերիկյան հեգեմոնիզմի կամ ամերիկյան, ավելի ճիշտ ասենք, այսպես աշխարհակաղակական տիրապալության ամենադաժան տարբերակին եւ թույլերի նկատմամբ այս հատկապես Ռուսաստանի պես ապերախտ երկրների նկատմամբ սկզբունքորեն ոչ մի խղճահարություն այլևս չի լինելու եւ ոչ միայն վերնախավի, այլ ամբողջ ժողովրդի, որտեվ ժողովուրդը ինքը չի հասկանում թե ինչ է կատարում, օրինակ իրանական ժողովուրդը փորձում է ազատագրվել այդ մոլլաների լծից, չէ՞, բայց ռուս ժողովուրդը որևէ փորձ չի անում, ընդհակառակը խելոք գնում է կռվելու, մեռնելու, ուժեղացնելու կագեբեական ցարի գահի աթոռի ոտքերը, հասկանում եք, չէ՞, եւ որևէ ձևով չի փորձում անգամ
պայքարել իր սեփական ազատության համար։ Հիմա ինչ է մնում անել Ամերիկան, եկեք հասկանանք։ Այս դեպքում ես ձեզ ասեմ, որ մնում է հետևյալը անել. անխիղճ կերպով շարունակել Ռուսաստանի ոչնչացումը եւ եթե Ռուսաստանը ընդունենք Պուտինը ստիպված լինի ստորագրել Տրամպի թելադրած հաշտության պայմանագիրը, ինչ է լինում։ Պատերազմը սառում է, այսպես ասած, լավ, բայց դա փրկություն չէ Պուտինյան ռեժիմի համար, որովհետև հակառակը սկսում է տոտալ ներքին կոլապսը Ռուսաստանի ներսում։ Եվ Վաշինգտոնը սա էլ մաթեմատիկական ճշգրտությամբ արդեն հաշվել է, ինչ է լինելու։ Նա տեսեք, եթե սառը կերպով վերլուծենք վիճակը, ուրեմն Ռուսաստանի տնտեսությունը լրիվ ռազմական ռելսերի վրա է հիմա, լրիվ։ Պուտինը ինքը ստեղծել է այն դանդաղ գործողություն ականը, որի վրա պայթի եւ ինքը եւ ամբողջ ռուսական այս խայտառակ կագեբեական ռեժիմը։ Եվ ռեժիմի այսօրվա կայունությունը ինքը պայմանավորված է բացառապես այն հսկայական վիթխարի ահավոր ֆինանսական ներդրումների վրա, որը կատարվում է պաշտպանական արդյունաբերության մեջ, այսինքն ռազմական արդյունաբերության, պատերազմի արդյունաբերությունը ինչ պաշտպանում է։ Միլիոնավոր ռուսներ դրանից իհարկե գեր եկամուտներ են ստանում, միայն դրա համար, որ պատերազմը գնում է, շարունակում է։ Եվ հիմա Թրամփը ասում է կանգնեցրեք, Կրեմլին ասում է սեղմի տորմուզների վրա, արգելակիր։ Ինչ է կատարում հետո։ Ռազմական գործոնները կանգնեցին։ Տրիլիոնավոր այդ ռուբլիները, որոնք հոսում էին դեպի Ռուսաստանի տարածաշրջաններ, գոլորշացան, չկան էլ։ Սկսում է զանգվածային գործազրկություն այն սեկտորում, այսինքն ռազմարտությունաբերական սեկտորում, որը միակ լոկոմոտիվներ, քաշող գնացքի քաշող ուրեմն լոկոմոտիվներ ռուսական տնտեսության մեջ։ Հիմա ամենասարսափելին գիտեք որն է լինելու դրանից հետո, որ Կրեմլը տեսնում է, որ դրանից հետո ռազմաճակատից հետ է գալիս հսկայական բանակը, 100,000-ավոր մարդկանց մի հորդա, որոնք արյան միջով են անցել եւ սովոր են հարցերը լուծել ուժի միջոցով, հիմա սրանք հետ են գալիս Ռուսաստան, որտեղ պատկերացնում եք գները թռել են մինչև երկինք, աշխատանք չկա, եւ իրանք էլ վերադարձեն ոչ թե հաղթողներ որպես, որ Կիևը վերցրել են, 3 օրում դի Կիև վերցնեն, այլ որպես խաբված մարդիկ, որոնց ասել են, որ պատերազմը վերջացավ, բայց ավարտվեց ոչ մի բանով, հաղթանակ չկա, եւ ընդ որում ավարտվեց Վաշինգտոնից կատարված Դոնալդ Թրամփի հրամանով։ Այս Պուտինի համար հասկանում եք, սա նշանակում է իր միակ ուրեմն հենարանի կորուստը, հավատարմությունը այդ ուժայինների եւ նաեւ այսպես կոչված խորքային ժողովրդի, որի վրա ինքը հիմնված է, այլևս չի լինի։ Սա բացառիկ ուրեմն վիճակ է ստեղծում Ռուսաստանում եւ վերջնական դատավճիռը հետեւյալն է։ Ոչ միայն Թրամփը պատերազմը շահում է Ուկրաինայում, ուրիշի ձեռքերով ընդորում, այսպես ասած, այլ ավարտում է այն պատմական գործընթացը, որը սկսվել էր դեռ 1991 թվականին, գիտեք, չէ՞, որ խորհրդային միությունը, այսինքն ռուսական այն ժամանակվա այդ տեսքով կայսրությունը փլուզվեց, հիմա Թրամփը շարունակում է ռուսական պետության այս տեսակի անունս ռուսական ֆեդերացիա։ Հիմա սրան է վերացնում ընդհանրապես քարտեզից, որպես աշխարհակահաղական ինքնուրույն խաղացողի քարտեզի վրայից Ռուսաստանին ջնջում է, Ռուսաստանի Դաշնություն կոչվող Ռոսիյսկայա ֆեդերացիա վերանում է, Սովետский Союзի պես։ Եվ ոչ միայն Ռուսաստանը դադարում է լինել մեծ տերություն եւ զրկվում է Բևերի կարգավիճակից, աշխարհակական Բևերի կարգավիճակից, Թրամփը նրան դարձնում է մի ռեզերվացիա, կտրում է արևմտյան տեխնոլոգիաներից, շուկաներից, միաժամանակ կտրում է չինական պատրոնաժից եւ Ռուսաստանի ապագան ամերիկյան աշխարհի քարտեզի վրա, ամերիկյան ձևով աշխարհի քարտեզի վրա, նա դանդաղ հանգելն է, դեգրադացիան է, այսինքն ինքը աստիճանաբար ուրեմն այլասերվում է, մինչև հասնում է Իրանի եւ Հյուսիսային Կորեայի մակարդակի, եւ դա շուտ կհասնի։ Մի երկիր է դառնում Ռուսաստանը, որ այլևս չի կարողանա իր ուժը գործադրել սեփական սահմաններից դուրս։ Եվ Վաշինգտոնը ցույց է տալիս իդեմս Թրամփի ամբողջ աշխարհին մաստեր կլաս, այսպես ասած,
ամերիկյան աշխարհակաղակական պրագմատիզմի, ինքը չուղարկելով ռազմաճակատ ոչ մի ամերիկյան զինվոր այսօր, այն ժամանակ հիշում եք 1 միլիոն զինվոր իջեցրեց առաջին համաշխարհային ժամանակ Եվրոպա, հետո երկրորդի ժամանակ 16 միլիոն զինվորներ էին կռվում եւ Եվրոպայում եւ աշխարհի այլ ռազմաբեմերում, այսօր առանց մի զինվոր տալու Թրամփի Միացյալ Նահանգները ընդամենը մի քանի տարում ոչնչացնում է ռազմական այդ ամբողջ ներուժը, որ ուներ իր գլխավոր պատմական հակառակորդը, որին այդքան ինքը օգնել է Ռուսաստանը 150 տարում այդքան փրկել է, բայց որ այդքան ապերախտ է եղել։ Հիմա դրա տնտեսությունը վերացնում է եւ դարձնում է աշխարհի այն մի կողմ նետված out նետված մի մեկի եւ Այս Թրամփն է անում այս վերջակետը դնում Ռուսաստանի հանդեպ այս աշխարհակական մեծ օպերացիայի եւ այն Թրամփը, որին Մոսկվայում երազում էին, որ ինքը կլինի ամերիկյան նախագահի գահի վրա Թրամփուշկան եւ փրկի Ռուսաստանին, բայց պարզվեց հենց Ռուսաստանի վերջը տալիս է այդ նույն Թրամփը։ Սա պատմության հեգնանքն է, որ Պուտինը պատերազմը սկսեց ինքը որպիսի տեղ ստանա աշխարհի առաջնորդների սեղանի շուրջ, բայց այս ամեն ինչը ավարտվեց նրանով, որ ինքը հայտնվեց համաշխարհային քաղաքակրթության ցանկապատից այն կողմ դրսում եւ պիտի նայեն այնտեղից ռստերը թե Վաշինգտոնն ու Պեկինը ինչպես են բանակցել վարում աշխարհի, այսինքն նաև Ռուսաստանի տարածքի բաժանման համար։ Ձեզ պիտի ասեմ, որ Պեկինը երկար չի ձգի, եւ ոչ միայն Պեկինը, այլև այդ Պեկինի գլխավորած ֆաշիստական ճամբարում գտնված շատ այլ երկրներ, այդ դեպքում Թուրքիան, Ադրբեջանը, Պակիստանը, Աֆղանստանը, Հյուսիսային Կորեան, նույն այս Վենեսուելան, տեսնում եք Կուբայի հարցերն են լուծելու եւ այլն, այսպես բազում երկրներ կան բռնապետական իսլամաֆաշիստական, կոմունոֆաշիստական, չգիտեմ, այլ տեսակի ռասիստա-ֆաշիստական, ինչպեսին Թուրքիան է, այս բոլորի հարցերը կամաց լուծվելու է, բայց արդեն սա ոչ Պեկինին են հարցնելու, ոչ էլ առավելուց Մոսկվային։ Այսպիսին է իրավիճակը լինելու, եւ սա ենք ուզում ձեզ ներկայացնել, արգելի հեռուստադիտողներ, սիրելի հայրենակիցներ, հուսով եմ, որ տեղեկատվությունը ձեզ համար հետաքրքիր էր եւ ավելի հասկանալի կդարձնի այն բոլոր գործընթացները, որոնք այժմ կատարվում են։ Եթե ամեն ինչ շարունակվի լինել այնպես, ինչպես հիմա է, ապա այս մեր ներկայացրած սցենարը կիրականանա։ Հուսով եմ, որ Աստծո կամոք այդպես էլ կլինի, որտեղ դա է նպաստելու, որ հայ ժողովուրդը դառնա նորից ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի տերը եւ վերականգնվի աստորեն մեծ հայքը, որը կարծում ցանկացած հայի երազանքն է, եթե նա իրոք հայ է եւ իրոք հայ է դաստիարակված եւ իր ձերով արյամբ եւ իր գաղափարներով հայ է։ Սրա մասին է խոսքը եւ պիտի ունենանք այնպիսի Հայաստան, այսօր պետք է արագ ձևավորենք այնպիսի հայկական իշխանություններ, Հայաստանի տարածքը ազատենք օտարերկրյա այսպես գաղութարաներից, որ ռուսներն են եւ նրանց հետևում կանգնած չինացիները, թուրքերը եւ մնացածները ազատագրենք Հայաստան այս բռնապետական երկրների ճամբարից, ստեղծենք հայկական ժողովրդավարական նորմալ արևմտյան համակարգին համապատասխանող իշխանություններ, որոնք Հայաստանը պատրաստ կպահեն այն աշխարհակաղակական հսկայական փոփոխություններին, որոնք տեղի ունենալու եւ հատկապես մեր տարածաշրջանում։ Թեկուզ մի օրինակ բերեմ։ Տեսեք, մեզանից դեպի արևմուտք ձևավորվում է մի հետաքրքիր ռազմաքաղաքական դաշինք, արդեն ձևավորվել է։ Ուրեմն Հունաստան, Կիպրոս եւ Իսրայել։ Պարզ է, որ սա ուղղված է Թուրքիայի դեմ։ Հունաստանը ինքը ՆԱՏՕ-ի անդամ է, Թուրքիան էլ է ՆԱՏՕ-ի անդամ, Իսրայելը Ամերիկայի ամենալավ դաշնակիցներից մեկն է, Կիպրոսը եւս, ինչպես ասում են, անտեր չի, որտեղ Եվրամիությունը նրա թիկունքին կանգնած եւ ինչ է կարծում արևմուտքը նկատեմ Ամերիկան եւ Եվրամիությունը ում կողմ են կանգնել, բնականաբար կանգնելու են Հունաստանի, Կիպրոսի եւ Իսրայելի կողմը եւ դրա համար էլ Հունաստանի զինված ուժերը մինչև ատամները զինվում են Անգլիայի, Ֆրանսիայի, Ամերիկայի եւ այլ եվրոպական երկրների կողմից, նույնը վերաբերում է Իսրայելին։ Քրդերը նրանք այսօր արևմուտքի դաշնակիցներն են Եվրամիության, հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ ինչու՞ չէ Իսրայելի, բնականաբար նաեւ Հունաստանի։
ինչ է լինելու Թուրքիայի հետ այս պայմաններում, հասկանում եք, չէ՞։ Այն, որ քրդերը փորձեցին իսլամական ռեժիմի դեմ արշավանք իրականացնել, օգնելու իրանական ժողովրդին ազատագրելու մոլլայա ֆաշիստական ռեժիմից, եւ այդ արշավանքին խանգարեցին հենց թուրքերը, որոնք դավադրաբար հանձնեցին քրդերին եւ մոլլայա ֆաշիստական ռեժիմի զինված ուժերը ոչնչացրեցին քրդական այդ ազատագրական պայքարը մղելու համար Իրան մտնող զորամասերին, ինչ է ասում արևմուտքին սա, պարզը չէ Թուրքիայի դերը, Թուրքիան փաստորեն այսօր բացահայտ գնում է մոլլայա ֆաշիստական ռեժիմի, այսինքն Ամերիկայի թշնամիների պաշտպանությանը, օգնում է ֆաշիստական Ռուսաստանին, այսինքն Ամերիկայի թշնամիներին, եւ այլն եւ այլն։ Այս ամենը հենց այնպես չի կարող ավարտվել տարածաշրջանում, եւ Հայաստանը պետք է պատրաստ լինի, Հայաստանը աշխարհաքաղաքական կարկանդակի բաժանման ժամանակ պետք է պատրաստ լինի գոնե ունենա սեփական դանակն ու պատառաքաղը, չգիտեմ, քթալը եւ ափսեն, որպեսզի օգտվի այդ ամեն ինչից։ Այսօրվա վիճակով Հայաստանի իշխանությունները դրան ի վիճակի չեն, որտեղ դեռ Մոսկվայի թելադրանքից եւ Մոսկվայից շատ վախեցած են, մի անընդհատ զեկուցում են Մոսկվա թե ինչպես եւ այլն, Մոսկվային թույլ են տալիս Հայաստան ներսում խաղեր անել, դեռ մոսկովյան օլիգարխները եւ 5-րդ շարասյունը հզոր են Հայաստանում եւ 2018-ից սպասում ենք, դեռ չենք տեսնում, որ օլիգարխները կոպեկ ամբողջ թալանվածը վերադարձել են, չենք տեսնում, որ ռուսական ռազմաբազան Հայաստանից հանված է եւ հակառակը տեղում ամերիկյան եւ ֆրանսիական ռազմաբազաները չենք տեսնում, չէ՞։ Եվ այլն։ Մենակ տեսնում ենք, որ ամերիկան զորով շարով ստիպելով Հայաստանին բերում է դեպի արևմտյան ճամբար, դուրս է անում ռուսական ժողովրդների բանտից եւ դրա քայլերից մեկը իմիջիալոց Թրամփի կամուրջն է, որի դեմ այսպես ոռնում են ռուսական գործակալները ամեն տեղ։ Ինչևէ, լավ է լինելու հայ ժողովրդի համար, դուք լսեք ճշմարտությունը, հետևեք մեր ալիքի հաղորդումներին, տարածեք մեր նյութերը եւ շուտով Հայաստանը եւս, եթե մեր շարքերը բազմահազարանոց դառնան բյուրավոր, միլիոնավոր հայեր հասկանան այս ճշմարտությունը, մեծ հայքը անպայման կվերականգնվի, կլինի ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանը։ Տեր կեցո ըզ Հայաս։